Ինձ համար տոն է այսօր։ Զրույցն այսպես է սկսում Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատարներից Արկադի Կարապետյանը։ Սովորական օրեր չենք ապրում, կորցրել ենք Արցախը եւ այսօր լրագրող ու զինվորական միայն մտովի ենք տեղափոխվում Բերդաքաղաք, Շուշի, որ 33 տարի առաջ ճիշտ այսօրը լույսը դեռ չբացված մերոնք ազատագրեցին Լեռներում հարսանիք անելով։ Հաղթանակները ժողովուրդն է գրում, իհարկե եթե ճիշտ ղեկավարվում է եւ ճիշտ ուղղորդվում է եւ ինքը սա հարցերը լուծում է, հա։ Եվ այդ ժամանակ հենց այդ ամենը աշխատեց։ Շուշիի ազատագրումն Արցախի պաշտպանության բանակի առաջին հաղթանակն էր, ընդամենը 4 օր էր անցել զինված ուժերի պաշտոնական ձևավորումից։ Հետո դրա համար մայիս 9-ը հռչակվեց կանոնավոր բանակի կազմավորման օր։ Թեպետ Կարապետյանը պատմում է, այնքան միասնական ու կազմակերպված էինք, որ կանոնավոր բանակ դեռ 90 թվից ունեինք, պարտիզանական թեկուզ, բայց կանոնավոր։ Հենց ստորաբաժանումը, որ դի կոչվեր, ասենք, գումար տա կամ էսի միշտ կոչում էր ջոկատ, այդքան բան։ Համար ամեն ինչ, որ վերաբերում մեր բանակին, բանակը ինչ կառուցվածք ունի եւ այլն, այդ ժամանակ մենք Ունեինք ամեն ինչ, բայց թշնամու ունեցածը անգամներով ավելի էր, զինտեխնիկան, զորքը, չխանգարեց մեզ, գիտեինք հանուն ինչի ենք կռվում, իսկ դա ամենակարևորն էր։ Չենք նայում, իրանք շատ են քիչ են եւ այլն եւ այլն։ Զենք ունեն, չունեն, գրադ ունեն, ես ունեն, ավիացիա ունեն։ Մեզ չէր հետաքրքրում։ Մենք գիտեինք, որ սա մերն է, դե ազատագրենք, ազատագրել են։ Քիչ լինելով ես ջոկատ ունեի, որի կեսը զենք չունեի, բայց իրանք այդ զենքի ունեցողների հետևից գնում էին։ Պատկերացնում եք ոգևորվածությունը։ Հայրենիքի ազատագրում, բանակի կազմավորում, ինչն է ամենատպավորիչը եղել ձեզ համար այս հերոսամարտում։ Վերջաբանի համար հարցնում եմ հրամանատարին, զինվորականին բնորոշ համեստությամբ է արձագանքում ու իր բառերով մի քիչ անսովոր խոսում։ Ես նորմալ եմ այդ ամենը ընդունում։ Ես համոզված էի, որ Շուշին ազատագրելու ենք ու շատ հանգիստ էի, որևէ էմոցիա չեմ ունեցել։ Հանգիստ մտել եմ քաղաք։ Մեր եղավ էլի։ Ու այսօր Շուշին, Կարսի ու Մուշի բախտակիցը էլի մեզ է սպասում Քիրսզարի կողմից փչող քամուն, որ սարսափահար պիտի անի թշնամուն, լինելու է, հաստատ լինելու է, վստահ է Շուշին մեկ անգամ ազատագրած զինվորականը, երկրորդ անգամվա խոստումով, քիչ էլ դիմացիր, հայ գնդերը քաջ, մի օր էլի կլինեն դռներիդ առաջ, մենք հաղթող ենք։ Էդուարդ Պողոսյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։